Ողջույն։ Դեղատանը օրերս շատ տխուր իրավիճակի ականատես եղա։ Մի պապիկ իր սովորական դեղերն էր եկել գնելու։ 6 անուն դեղ պետք է գներ, 1 ամսվա պաշար։ Թոշակը ստացել էր, մտել դեղատուն, այնտեղից պետք է գնար պոչտա կոմունալները մուծեր, այնտեղից գնար խանութ։ Ես տեսա պապիկի սարսափած դեմքը, ոչ թե հիասթափված դեմք ուներ, այլ սարսափած, հաշվարկ արած մտել է դեղատուն ու պարզում է, որ իր 6 դեղից 4-ը թանկացել է։ Ու հաշվարկ է անում, որը լսելի է, դեղը պակաս առնի, սնունդը պակաս առնի, թե լույսը չմուծի անջատեն։ Հետո արդեն կիսվում է դեղատան այցելուների հետ, ասում է, ես ամեն ինչ հաշվարկով եմ գնում, անգամ ամեն առավոտ աթոռը դնում նայում եմ հաշվիչների ցուցմունքը, որ տեսնեմ, հո 3 շատ չեմ վառել։ Էս ինչ օրինակ իմ գլխին խաղում։ 46,000 թոշակով ես ինչ անեմ։ Մի թոշակառուն հացն է քչացնում, մի թոշակառուն դեղն է քչացնում, մի թոշակառուն չի ջեռուցում տունը, այն մեկը կարագից անցնում է մարգարինի, որ յոլա գնա։ Այդ պապիկը դեղատան աշխատողի հետ սկսեց կռիվանել։ Հետո հայհոյեց իշխանությանը ու հիշեց բնականաբար մարդամեկին։ Ասում է, որ թոշակառուի գումարը 10,000-ով ավելացնենք, չի իմանա ոնց անի, անիմաստ բաների վրա կծախսի։ Նիկոլ ասում է. «Տուր դեղ առնեմ, հաց առնեմ, տունս տաքացնեմ, փող տուր ապրեմ»։ Այդ պապիկին ավելի մեծ հիասթափություն ոչ թե դեղատանն էր սպասվում, այլ խանութում, որովհետև այնտեղ ոչ թե 4 անուն ապրանք է թանկացել, այլ համարյա բոլորը։ Այս տարի նախորդի համեմատ մակարոնը թանկացել է 8%-ով, ալյուրը 6%-ով, միսը թանկացել է 11%-ով, դե լավ թող միս չուտեն։ Թթվասերը թանկացել է 6%-ով, ձեթ օգտագործեն 20%-ով է թանկացել, կարագը 13%-ով, ձուկը թանկացել է, թող ձուկ էլ չուտեն, լավ, բայց հաց ուտեն, Նիկոլ, մարդիկ ցամաք հաց ուտեն, դա էլ է թանկացել։ Մենակ թոշակառուի մասին չեմ խոսում։ Հայաստանում աշխատողների կեսից շատը ստանում է 150,000 դրամից պակաս աշխատավարձ։ Վերցնում է միջին 4 հոգանոց ընտանիքի ամսական սնունդը։ Ամենամեղ հաշվարկով գնաճի պատճառով շուրջ 25-30,000 դրամ թանկացել է։ Սև իկրայից չեմ խոսում։ Նիկոլի ասած մսով ճաշից չեմ խոսում։ Սովորական բաներից եմ խոսում, որ օրվա կալորիաներն անգամ չի լրացնում։ Ուր են գնում այդ փողերը, այդ ավելորդ գնաճը, ում գրպանն է գնում։ Մենակ այսօր 2 վարկային համաձայնագիր վավերացրեց խորհրդանը, ավելի քան 300 միլիոն եվրո։ Պարտքի սպասարկմանն է գնում անհիմն գնաճը։ Այն որ ասում ենք ամեն մեկիդ հաշվարկով պետական պարտքը 4-5,000 դոլարով աճել է, այս չէ։ Գնաճով, աշխատավարձի ու թոշակի չբարձրացումով, թանկացրած հարկ ու տուրքով դուրս է գալիս։ Ուղղակի տարբերություն ձեր մյուս պարտքերի, որոնք փակելիս քչանում է, Նիկոլի վերցրած պարտքերը հա աճում են, ինչքան որ փակում եք, այնքան էլ աճում է։ Մի տատիկ ասում է, տղաս, խնդրում եմ մի քիչ շատ խոսիր մեր ապրելակերպից, մինչև սրանց ուղեղին հասնի։ Ասում է, գիտես ինչքան դաժան բան է, երբ չես կարողանում ուտել այնքան, ինչքանի պահանջ ունես։ Խմել են դեղերը, որը նշանակել է բժիշկը։ Հագնվել ոչ թե ինչ ձեռքդ ընկնում է, այլ մի քիչ նորմալ շոր, մանավանդ որ տարեցես շատ շորի կարիք չունես։ Գիտեք, սրանք որ նոր էին եկել իշխանության, մետրոյով երթևեկող մեկին նշանակել էին նախարար։ Նու ասենք այնպես չէ, որ մյուս նշանակածները բուգատիներով էին ման գալիս։ Այդ հիմա է տես։ Այդ մետրոյով երթևեկողը հայտարարագրել է, գիտեք ինչքան եկամուտ, տարեկան 500,000 դրամ։ Ամիսների բաժանած կազմում է 46,000 դրամ ամսական, թոշակի չափ գումար։ Այսօր տարեկան եկամուտը նրա 22 միլիոն դրամ է, ամսական կազմում է 1,800,000 դրամ, 4 տարվա թոշակի չափ գումար մեկ ամսում ստանում է։ Դե հիմա թող ինքը ասի, այն թոշակով, որ իրենք են տալիս, ոնց ապրի մարդը, որին իդեպ իրենք են հռչակել գերագույն արժեք։ Մի պապիկ մի օր աջափնյակում ընկել ոտքը վնասել էր։ Մարդիկ հավաքվել առաջին օգնություն էին ցույց տալիս։ Ու ինչ է պատմում։ Խանութներով ման էր եկել, գներն ուսումնասիրել, թե որտեղ է ավելի էժան։ Մի խանութում ձեթը 20 դրամով էժան էր եղել։ Այն մի խանութում մածունը 10 դրամով էր էժան եղել։ Այնքան էր այդ 81 տարեկան պապիկը քայլել այս կողմից այն կողմ, այս խանութից այն խանութ մի երկու բան գնելու համար, ընկել վնասել էր ոտքը։
Ասում ես թոշակ բարձրացրեք, պատասխանում են, որ բարձրացնենք բոլորը վատ կապրեն, չբարձրացնելով, որ հաստատ վատ են ապրում, այդ հաստատ, ոչինչ, եկեք մի հատ էլ բարձրացնելով փորձեք։ Ասում է, ուզում ենք պետական հիմնարկներում աշխատավարձ բարձրացնել, անեծքից վախենում ենք։ Նախ որ դուք երկիր հանձնեցիք ու անեծքից չվախեցաք, աշխատավարձ բարձրացնելուց չեք վախենա հաստատ։ Բայց հարցն է, ում անեծքից եք վախենում, որ թոշակը չեք բարձրացնում, նվազագույն աշխատավարձը չեք բարձրացնում։ Ժորժ ջան, ձեզ, մեզ բոլորիս, այն որ ասում են սիրում ենք, հպարտանում ենք, իրականում ձեռք են առնում ուղղակի։ Ասում են, որ բարձրացնենք թոշակը վատ կապրեք, որ հոսանք էժանացնենք, կընկնեք դեպրեսիայի մեջ։ Էս է իրավիճակը։ Կարող է եւ իհարկե չխոսել այս մասին, որովհետեւ ինձնից լավ գիտեք ինչ է կատարվում։ Դուք եք ապրում այդ օրերը։ Նիկոլը օրերս էլի կրկնում էր միտքը, թե մարդիկ կոֆե խմելու համար հռոմ են հասնում։ Գնացողը միշտ էլ գնում է, ամեն տեղ է գնում։ Դու դրանից մի խոսիր, դու դա հետ կապ չունես։ Այն մարդկանցից խոսիր, որոնք հնարավորություն չունեն երկրից դուրս գնալու ու չեն էլ ունենա, քանի դուք եք։ Ինչ երկրից դուրս գնալ։ Պարտքով հաց են առնում, բուխանկա։ Քո նախընտրական խոստումները չեն վերաբերել աշխարհը ոտքի տակ տվողներին, կոֆե խմելու համար երկրից երկիր գնացողներին։ Դուք խոստումը տվել եք այն մարդկանց, որոնք չքավորության մեջ են եղել, նրանք են ձեզ հավատացել։ Նրանք հիմա էլ են չքավորության մեջ ու նրանց հետ դուք այդ խումբ եք տարել հազարավորներին։ Վերջերս մի հարցում տեսա, որտեղ հացի փռի սեփականատերն ասում է, կան մարդիկ, որ հունվարից հաց են տարել ու փողը չեն տվել։ Որ գյուղ մտնում ես նկարահանման առաջին ասում են գնա Նիսիայի տետրերը նկարի։ Դրանից խոսեք դուք։ Կարճ ասած, ինչ եք կարծում։ Ինչու է իշխանությունը աշխատում ոչ թե մարդկանց այս վիճակից դուրս անելու, այլ հենց աղքատության մեջ հրել գցելու ուղղությամբ։ Չի կարողանում աշխատել դրա համար։ Մենակ իր բարեփոխումների, իր անձնական բարեկեցության մասին է մտածում դրա համար։ Դրսի մեր թշնամիների պատվերով է այդպես անում։ Դիտմամբ է անում, որովհետև իրեն պետք են իր օգնությունների վրա հույս կապած մարդիկ, որովհետև աղքատությունից դուրս եկած բարեկեցիկ կյանքով ապրողը իր ստերին գերի չի կարող դառնալ։ Քաղաքացին ասում է՝ լավ, բա վերջը երբ է լինելու է։ Դու պատասխանիր, Ժողովուրդ ջան։ Սրան այս վիճակին վերջ լինելու է, թե չի լինելու։ Դու ես վերջ տվողը։ Մի տատիկ կար, ասում էր հացը թեկուզ դառնա 1000 դրամ, բայց Նիկոլը մնա։ Դա վաղուց էր։ Հացը հիմա բավականին թանկացել է, 1000 դրամ էլ կդառնա։ Նիկոլն էլ մնում է։ Իսկ այդ տատիկը տեսնես, ինչ օրի է, գոհ է։